Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ գործողությունների փոխլրացմամբ Բագրևան թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաեւ, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից, նպատակ ունենալով սահմանափակել օտար մարդկանց մուտքը տարածք։ Ստացված տվյալների համակողմանի վերլուծության եւ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 15-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ արգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ ու օտարերկրյա հեռախոսահամարներ։ Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է 2 հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են 2 ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով արգրավել, փաթեթավորվել եւ կնքվել են հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության եւ անհրաժեշտ այլ քննչական գործողությունների իրականացման նպատակով։ Նշված անձը ձերբակալվել է։ Ներկայումս քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաեւ դրանում ներգրաված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու եւ նախաքննություն իրականացնող մարմին փոխանցելու նպատակով։